նոր աչքովս ընկավ, որ կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանի զարմիկ Նարեկ Կարապետյանը այսօր հայտարարել է, որ վարչապետ Փաշինյանը սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, որ տրամաբանությամբ է կալուգացի օլիգարխի զարմիկը նման հայտարարություն անում։ Օրինակ, եթե Ռուսաստանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայկական ապրանքների Ռուսաստան ներմուծման համար, ընդ որում անհիմն, որովհետև այդ ապրանքները բոլոր ստանդարտների եւ ընթացակարգերի պահպանմամբ էին ներմուծվում Ռուսաստան։ Դա նշանակում է, որ Փաշինյանը սրեց հարաբերությունները, այսինքն Ռուսաստանը ստեղծում է խոչընդոտներ, բայց հարաբերությունները սրում է Փաշինյանը։ Այդ որ տրամաբանությամբ է ռուսաստանցի օլիգարխի զարմիկ Նարեկ Կարապետյանը նման հայտարարություն անում։ Միթե այն նույն տրամաբանությամբ, որով կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանի ռուսաստանյան անձնագրային գործում նրա աշխատավայրի դիմաց նշված է FSB տեղեկատվական կենտրոն։ Կարող է այդ նույն տրամաբանությամբ է նրա զարմիկը նման աբսուրդային հայտարարություններ անում։ Չգիտեմ։ Նոր Ծառուկյանի հայտարարությունն աչքովս ընկավ, այնտեղ ասում է, ես շատ լավ թիմ էի հավաքել։ Լավ թիմ ասեց հիշեցի։ Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարը ձերբակալված է եւ մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Այդ գործով էլ տեսա այսօր երկրորդ մարդն են ձերբակալել, Քոչարյանի պատգամավորներից մեկն է։ Պետական դավաճանություն ասեցի, հիշեցի։ Կալուգացի օլիգարխի անձնագրային գործում գրած է IC ինֆորմացիոննի ցենտր FSB։ Սա ինքը չի հերքել, հաստատել է։ Իհարկե ինչ որ տարբեր բացատրություններ ա տվել, որոնք չեն բավարարում, բայց հաստատել է, տենց է, գրած է իր անձնագրային գործում Ռուսաստանի, գրած է IC FSB։ IC FSB ասեցի, հիշեցի։ Դեռևս 2-3 տարի առաջ հրապարակվել էր ձայնագրություն, որտեղ Քոչարյանի ձայնին նման շատ մեկը, հավանաբար հենց ինքը Քոչարյանը, ռուսերեն լեզվով ինչ որ մեկին ասում է 2018 թվականին ձեր հրահանգով ես եկա Հայաստան մտա քաղաքական դաշտ, մի բան արեք դուրս գա։ Տարօրինակ զուգադիպությամբ այս բոլորը անցնում են նաև փողերի լվացման, ապօրինի գույքի ձեռքբերման եւ տարբեր այլ կոռուպցիոն գործերով։ Բայց իրական ոչ մի տարօրինակ բան սրա մեջ չկա, որտեղ դավաճանությունը, կոռուպցիան միշտ ձեռք-ձեռքի տված են լինում եւ գնում բոլոր տեղերում։ Եվ ես կարծում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները եւի լավ չեն հասկացել ինչա տեղի ունեցել։ 2026 թվականի հունիսին մեր ժողովուրդը մեզ մանդատ է տվել արմատախիլ անել կոռուպցիան եւ դավաճանությունը։ Եվ մենք արմատախիլ ենք անելու կոռուպցիան եւ դավաճանությունը։ Եվ ոչ մի պսևդո ռազմահայրենասիրական ոռնոց, ոչ մի շահարկում, ոչ մի լացուկոց, ոչ մի արցունք, ոչ ոքի չի փրկելու, ովքեր որ մեղավոր են, օրենքի տարին համապատասխան պատժվելու են։ Տեսա, որ այսօր կալուգացու զարմիկը ինձ անվանել է ոչ ավել ոչ պակաս հարևան երկրի ներկայացուցիչ։ Եկեք անալիզի ենթարկենք մեղադրանքն ու մեղադրողին։ Ուրեմն ես, ի տարբերություն կալուգացու, ունեմ եւ միշտ ունեցել եմ միայն մեկ երկրի քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության։ Ասեմ ավելին, ի տարբերություն նույն կալուգացու զարմիկի էլ ոնց որ թե ունեմ եւ ունեցել եմ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որովհետև ըստ հրապարակումների, ըստ հրապարակված պաշտոնական փաստաթղթերի Ռուսաստանի, նա հանդիսացել է կամ հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի։ Եվ հետևաբար ի տարբերություն իրենց, ես կարող եմ լինել միայն Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ի բնե, որովհետև ես ունեմ մի հայրենիք, միշտ ունեցել եմ մի հայրենիք։ Հաջորդը, երբ որ ժամանակը եկել է, ես ի տարբերություն կալուգացու զարմիկի եւ իր 3 եղբայրների ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Ես չեմ փախել, ես չեմ ազատվել, ես փող չեմ տվել, ես ոչ մի բան չեմ արել։ Ես գնացել եմ եւ ծառայել եմ, մի պարտքը կատարել եմ։ Եվ ամենավերջինը, ես հասկանում եմ իհարկե, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը երևի ժամանակ չի ունեցել դաստիարակել իր որդուն եւ նրանց սովորեցնել, որ մարդկանց չի կարելի հանիրավի մեղադրել եւ զրպարտել, բայց ես այդ բացը կլրացնեմ։ Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե իհարկե նա չվախենա եւ գա ազգային ժողով։ Սպասում եմ։